Բարերեկո, սիրելի քույրեր և եղբայրներ ջան, սիրելի հայրենակիցներ ջան։ Անկեղծ անսահման մեծ պատիվ է այսօր ձեր առաջ ելույթ ունենալ, տեսնել ձեր բազմահազար ոգևորված և վճռական դեմքերը, զգալ ձեր ջերմությունը, ձեր սրտերի բաբախյունը, շնորհակալ եմ ձեզ, որ այստեղ եք։ Եթե հիշում եք, 8 տարի առաջ, համարյա այս ժամանակ, այս հրապարակը ևս լիքն էր։ Մեր ժողովուրդը դուրս էր եկել վիթխարի սպասումներով, ժողովրդավարության, ազատության, արդարության, ազգային վերածնունդի։ Անցել է 8 տարի և մեր ժողովուրդը հիասթափված է և տառապում է ցավից ու վշտից։ 8 տարի առաջ մեզ խոստացել էին Արցախի հարցի հայանապաստ լուծում։ Փոխարեն այսօր Արցախը բռնազավթված և հայաթափված է։ Ոչնչացնում են նրա հայկական ժառանգությունը և նույնիսկ ամբողջ հիշողությունն են փորձում ջնջել։ 8 տարի առաջ մեզ խոստանում էին հանրային համերաշխություն։ Այսօր մեր երկրում մոլեգնում է ատելության խոսքը, վիրավորում են քաղաքացիներին, հարձակվում են թշնամու դրդմամբ մեր սուրբ եկեղեցու վրա, մեր բազմաթիվ ընկերներ ձերբակալված և ազատազրկված են, հազարներն ու տասնյակ հազարներ ապրում են վախի մթնոլորտում։ 8 տարի առաջ մեզ խոստանում էին սոցիալական արդարություն, խոստանում էին, որ թալանն են հետ բերելու, ինչ հետ են բերել, իրենց պարգևավճար են վճարել, իսկ մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։ 8 տարի առաջ մեզ ազգային վերազարթոնք էին խոստանում, իսկ հիմա փորձում են ջնջել նույնիսկ մեր ինքնությունը, նույնիսկ հասել են նրան, որ փորձում են ասել, որ այս երկիրն էլ մերը չի, որ սա ուրիշինն է մեզ պարտքով է տվել։ Եվ եթե այդ ամեն ինչը դեռ բավարար չէր, մի հատ էլ կռիվ են սարքում Ռուսաստանի հետ, մի հատ էլ ուզում են ըստ էության գնալ նոր արկածախնդրության, նոր աղետի, բազմաթիվ տնտեսությունների հազարավոր սննկացման, գործազրկության, այս թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության, մեր տարածքներում, Վարդենիս, Արարատ, Կապան, Մասիս, 300,000 կիսահանցագործ եկվորների վերադարձի, մեր սահմանադրության փոփոխության։ Մենք գիտենք, որ դա փուլ չենք տալու։ Հեռացիր, հեռացիր։ 21 թվին, սրանից 5 տարի առաջ, այս հրապարակը ևս վանկարկում էր, որ Նիկոլը հեռանա, բայց Նիկոլը կարողացավ վերարտադրվի, որտեղ մեր ժողովրդի զգալի մասին վախացրեց նախկինների վերադարձով։ Այսօր էլ է փորձում, բայց այսօր իր մոտ չի ստացվի, որովհետև այսօր ասպարեզ է իջել ուժեղ Հայաստանը։ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ այսօր ասպարեզ է իջել այս նոր երիտասարդ հրաշալի ուժը թարմ դեմքերով, լուսավոր հայացքներով, թև ու թիկունք իրար կանգնած։ Ու այսօր այս ուժը մեծ հույս է բերել։ Հույս, որ մեր երկիրը թուրքի փայ չի դառնա, մենք կմնանք մեր երկրի տերը, կշենացնենք ու կզարգացնենք այն։ Հույս,
որ մեր երկրում, մեր մեջ, հայր ջան, նորից կվերականգնվի համերաշխությունը, որ մենք իրար կվերաբերվենք սիրով ու հարգանքով, կհավատանք մեր Աստծուն ու մեր Սուրբ եկեղեցուն, որ մենք նորից կդառնանք այս տարածաշրջանի ամենակրթված, ամենազարգացած, ամենամրցունակ, ամենաբարգավաճ ազգը։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Ինձանից առաջ ելույթ էր ունենում մեր ընկեր Արեգա Հովսեփյանը եւ ես ուզում եմ կրկնել իր խոսքերը։ Այս ամենը մեզ նաեւ հույս է տալիս, որ Արցախը չի դառնա լոկ հիշողություն, որ մեր հայրենակիցները կվերադառնան Արցախ, կապրեն այնտեղ արժանապատիվ ու ազատ, մենք էլ բոլորս կվայելենք մեր հայրենիքի այդ հրաշք մասը։ Եվ ուստի, սիրելիներս, հայրենակիցներ ջան, 4 օր է մնացել այս մղձավանջին, 4 օրից հետո բացվելու են ընտրատեղամասերը և դուք թողեք բոլոր վախերը, բոլոր կասկածները, բոլոր երկմտանքները, արեք ընտրատեղամասեր ու ձեզանից յուրաքանչյուրը ձեր մեկ շատ ու շատ թանկ ձայնը տվեք մեզ համար երեքին, որպեսզի մենք կարողանանք այդ հույսը իրականություն դարձնենք։ Համար երեք, համար երեք, համար երեք։ Եվ վերջինը, սիրելիներս, երբ որ գաք ընտրատեղամասեր, հիշեք, որ դուք ընտրում եք ոչ միայն ձեր համար, այլև ձեր երեխաների, թոռների, չծնված թոռների, ուստի ընտրեք Արարատը ու Արցախը, ոչ թե թշնամու պարտադրանքը, ընտրեք Նժդեհին ու Մոնթեին, ոչ թե թշնամու կամակատարներին, ընտրեք ստեղծողներին ու պաշտպաններին, ոչ թե ուրիշի ստեղանից հաս փախցնողներին, ընտրեք ուժը, ոչ թե թուլությունը, ընտրեք ուժեղ Հայաստանը, Սամվել Կարապետյանի հետ, վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։